Օրերս Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեփուխ arczepiskopos Չուրջյանի ձեռամբ օծվեց Շիրակամուտ համայնքի Չիչխանավանքի Սուրբ Խաչ եկեղեցին։ Սրբավայրը կառուցվել է 6-րդ դարում, խոնարհվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ։ 2008 թվականին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Երկիր եւ մշակույթ համազգային կազմակերպության հովանավորությամբ տարածաշրջանում պեղումներ է իրականացրել, որից հետո սկսել եկեղեցու վերականգնումը։ Վանքի վերակառուցման ֆինանսավորումը ստանձնել են բարերարներ Հայկ եւ Հիլդա Մանջիկյանները, իսկ նորոգման նախագիծը նվիրել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։ Այս տիպերը Խաչաթև հատարագծով կենտրոնագմբեթ 6-ից 7-րդ դարի եկեղեցիներ մեր ամբողջ հայ ճարտարապետության պատմության մեջ շատ քիչ կան։ Ես կարծում եմ, որ ինքը եւ պատմությամբ եւ իր հավատացյալ համայնքով շատ այցելուներ կունենա ու բոլորին կհետաքրքրի հետագա նույնիսկ գիտական ուսումնասիրողների համար։ Սուրբ Խաչի ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի 25-րդ վերակառուցած եկեղեցին է։ Նրա տվյալով Հայաստանում նմանատիպ ճարտարապետություն ունեցող մոտ 15 եկեղեցի է պահպանվել միայն։ Ասում է նաև, որ այս սրբավայրը պահպանվել է տեղացիների հոգատարության եւ ուշադրության շնորհիվ։ Շիրակամուտցիները մեծ ողջավորությամբ էին սպասում եկեղեցու վերաբացմանը։ Այսօր մենք կարծում ենք, թե մենք ուրախության, ցնծության մեջ ենք, որովհետև մենք այսպիսի եկեղեցի չենք ունեցել։ Ինձ համար ես 75 տարեկան եմ, մտել եմ 76-ից մեջ է եւ փառք է, բախտ է վիճակվի, որ ես իմ ամուսնուս հետ միասին այսօր գանք եկեղեցի եւ ինչպես ասում են, նշենք մեր ոսկե հարսանիքներ։ Հիմա մենք արդեն հույսով ենք մեր աղոթքը, մեր ծնունդը, մեր կնունքը կանենք մեր եկեղեցում։ Հովանավոր եղել, շանը մեզ յետուղեկցել է միշտ աշակերտության մեջ ենք եղել։ Օծման արարողությունից հետո Տեր Սեփուխ arczepiskopos Չուրջյան օրհնության ու շնորհավորանքի խոսք ուղեց ներկաներին։ Սրբազան հայրը հորդորեց տեղացիներին հավատքով ու նախանձախնդրությամբ պահպանել սրբավայրը, աղոթքով լցնելով եւ ապրեցնելով եկեղեցին։ Արարողության ավարտին նորաուծ եկեղեցու բակում համանքի բնակիչներն ու ուխտավորները մասնակցեցին Սիրո ճաշի։ Ստելա Գևորգյան, Լիլիթ Յոլչյան, եկեղեցական կյանք։